Բարև բոլորին, կրկին շարունակում եմ վիդեոդասի շարքը։ Ուրեմն այս դասին ուզում եմ անդառնամ online-ին եւ mirror-ին։ Ուրեմն մի հատ box ենք տեսնում, այստեղ ավտոմոբիլ անջատենք, այսինքն box տեսնենք ու այստեղ մի հատ թեյնիկ։ Ուրեմն եթե ես ուզում եմ այս թեյնիկը տեղափոխեմ այդ box-ի վրա դնեմ, ես մի տարբերակ ունեմ, որ այստեղ ավտոմոբիլը միացնեմ եւ box-ի վրա տեղեմ, իհարկե box-ի հենց վրա կլինի, իր մեջ մտած բարձ չի։ Տակ ճիշտ մտած box-ի վրա, բայց դե մի հարց կա, որ x-y-ով այ հարցուկ ես հենց կենտրոնում եմ դրել, կամ երբ դրված վիճակում արդեն ուրիշ է ես եթե մեկից դնում եմ այստեղ կարող եմ դնել, բայց եթե ինչ-որ մի տեղ արդեն դրված է ինչ-որ մի հատ օբյեկտ, ես այդ օբյեկտը ինչպես տանեմ ինչ-որ ուրիշ օբյեկտի հենց վրա դնեմ։ Դրա համար այստեղ լայն գործիք ունենք, որը շատ օգտակար ու շատ կարևոր է։ Ուրեմն ինչպես օգտվենք այս գործիքից։ Նախ նշում եմ այն օբյեկտը, որը պետք է գնա, տեղափոխվի դեպի մյուս օբյեկտի վրա նկատմամբ, հետո սեղմում align-ի վրա, եւ հետո սեղմում ենք այն օբյեկտը, որի նկատմամբ է գնում։ Սեղմում սրա վրա, ես այստեղ պետք է ասեմ, որ այս հարցը տալիս ճիշտ, այստեղ հարց ասում է ընդհանուր օբյեկտը, current object, այս գնացող, այսինքն ես բառաբանում թեյնիկը, թեյնիկի pivot point-ը, այսինքն հատակի հետ հատվածը, գտնվում է box-ի pivot point-ի հատակի հատվածում, x, y եւ z առանցքով միասին։ Ես այս պարագայում կարող եմ ասել երկու տարբերակ, կարող եմ երկու տարբերակով նույն արդյունքին հասնել։ Այս պարագայում ես ցույց եմ տալիս, որ 3 առանցքով տավը գնացել է այստեղ box-ի մեջ կենտրոնը, կարող եմ ասել apply, հետո կարող եմ ասել, որ z առանցքով չայնիկի, այսինքն current object-ի հատակի մասը ամենացածր կետը minimum-ը լինի box-ի օբյեկտի մաքսիմումի։ Այսինքն այս պահին նշանակում է, որ իմ օբյեկտը լիարժեք եկավ, չայնիկը եկավ տեղավորվեց box-ի վրա։ Եվ x եւ y առանցքներով կենտրոնում է, իսկ z-ով գտնվում է box-ի վերևի հատվածում։ Ուրեմն սա align-ի մասը։ Նույն բանը կարող եմ անել մի տարբերակով align-ը։ Այս պարագայում z-ը որոշեմ, այսինքն z-ը չայնիկի մինիմումը լինի box-ի մաքսիմումի բարձրության, ասեմ apply, հետո կասեմ x-ով եւ y-ով լինի կենտրոնում եւ կենտրոնում center, բայց z-ը չեմ ասում։ Պարագայում ինքնուրույն պետք է x-ը եւ y-ը, քանի որ z-ով հենց սկզբից ինքը բարձրացել է արդյունքը։ Այսինքն նույն արդյունքից ստացած երկու ճանապարհ։ Այս line-ը հիմա ես այստեղ չայնիկ դնեմ եւ հասկանամ ինչ է անում mirror-ը։ Mirror-ը եթե ինչ-որ մի հատ օբյեկտ ենք դրել, ուզում ենք հարություն աշխանով ինքը պատրաստի ապարատ, այսպես rotate կարող ենք սեղմել եւ ստեղծել հանդիպ, բայց ավելի երկար ճանապարհ է ճանապարհը, իսկ եթե մի կլիկով մենք կարող ենք մեր օբյեկտը հակառակ դարձնել։ Այս պարագայում x-ն է, եթե փոխենք y-ը, այս կողմ z-ը highlight ներքև քիչնի, այստեղ իհարկե center եւ այս կողմ հակառակ։ Այս հատվածը հասկացանք, այստեղ եթե ես x-ը դրել եմ այստեղ ու copy եմ ուզում լինի, հակառակ առանցքով, այստեղ copy-ն եմ ստեղծում։ Instance-ն ու reference-ը բնականաբար կարող եմ միացնել, բայց եթե copy եմ անում, instance-ը reference-ի մասին հաջորդ
առանցին դաս դրանը դիտարկի։ Ուրեմն եթե copy եմ ասում, այսպես ուրեմն այս երկու օբյեկտները իրար մեջ են ասած մտած, մեկը պետք է քաշեմ դուրս բերեմ, այսինքն copy ստա։ Այս մոտ գործի միջոցով։ Կարող եմ նորից sense ասեմ, նայեք այստեղ copy-ն անջատեմ, կարող եմ ասեմ sense լինի, ու այսօր նորից sense։ Այսինքն ցանկացած բան մեկի շուրջ տալու համար փոխել ուղղությունը լավագույն գործիքը mirror։ Այսքան է դասի շուրջ, շնորհակալություն հանդիպում դասի